որոշեց մշտապես մնալ անսերունդ, անտոն, անհայրենիք թափառական։ Նա չգիտեր ուր գնա և ընտրեց առաջին իսկ պատահած ճանապարհը։ Այդ ճանապարհը նրան տանում էր դեպի Թեբե։ Թեբե տանող ճանապարհին Պարնաս լեռան ստորոտում, որտեղ երեք ճանապարհ միանում են իրար, Էդիպը հանդիպեց մի մարտակարգ, որով ճամփորդում էր մի ալեհեր ծերունի։ Մարտակարգը վարում էր սպասավորներից գլխավորը, իսկ ստրուկները հետևում էին կարգին։ Սպասավորը կոպիտ ձևով ձայն տվեց Էդիպին, հրամայեց զիջել ճանապարհը, նույնիսկ մտրակեց նրան։ Զայրացած Էդիպը հարվածեց սպասավորին և արդեն ուզում էր նրանց կողքով անցնել, երբ հանկարծ ծերունին բարձրացրեց իր ձեռքի գավազանն ու հարվածեց Էդիպի գլխին։